Բարև ձեզ, Ամեքպլիսի եթերում կանայք և քաղաքականությունը շարքի հերթական հարցազրույցն է և այսօր մեր տաղավարում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Անցած մի քանի օրերին դուք եւ ձեր գրեթե բոլոր գործընկերները անարգանքի Սյունին գամեցիկ ռուս լրագրող Սոլովյովին Հայաստանի նկատմամբ հայտարարություններ անելու թե Հայաստանը շատ կարևոր է մեզ համար եւ այն կորցնել պետք չէ, պետք է ուշքի գալ եւ միգուցե հատուկ գործողություններ անել Հայաստանում, հա նույնպես ինչպես դա արվեց, ինչպես Ռուսաստանը դա արեց Ուկրաինայում։ Բայց ընդդիմադիր ձեր գործընկերները հայտարարում են, որ ինչու իշխանականները նույն կերպ չեն քննադատում, դատապարտում նաև Թուրքիայից եւ Ալիևի կողմից հնչեցվող հայտարարությունները Հայաստանի ինքնիշխանության, հատկապես կամ ներքին գործերին վերաբերող խնդիրների դեպքում։ Ինչու չեք անում այդպես։ Շատ բնական ռեակցիա էր մեր պատգամավորների կողմից իշխանական, որովհետեւ Հայաստանին վերաբերել իբրև ֆորպոստ եւ ասել, որ պետք է հատուկ ռազմական գործողություններ սկսել, սա ոչ միայն վիրավորական է, այլ անթույլատրելի է եւ ոչ միայն անարգանքի Սյունին գամվեց Սալավյովը, այլև դեսպանը Ռուսաստանի Դաշնության պարոն Կոպերկինը կանչվեց արտաքին գործերի նախարարություն, որովհետեւ սա անթույլատրելի է։ Պետք է մեր բոլոր միջազգային գործընկերները Հայաստանին վերաբերեն իբրև ինքնուրույն սուբյեկտի, հարգեն մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը, որի տակ շատ կարևոր կոմպոնենտներ կան եւ ինչ վերաբերում է ընդդիմության հորդորներին, նախ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը եւս սրան գնահատական տար։ Մյուս կողմից ես չեմ հասկանում այն զուգահեռները, որը անցկացվում է օրինակ ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ, որովհետեւ Ադրբեջանը մինչ այս պահը գոնե, մինչ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, բանակցությունները մեզ համար թշնամական երկիր էր, մենք թշնամական հարաբերություններ ունենք, պատերազմներ ունենք, 30 տարվա ընդհատված հարաբերություններ ունենք եւ վերաբերել նույն կերպ այս երկրի ներկայացուցիչներին եւ դաշնակցային բարեկամական եղբայրական երկրի քաղաքացիներին եւ լրագրողներին, պաշտոնյաներին բնականաբար պետք չէ։ Մենք ունենք շատ այսպես զգայուն եւ բարակ շատ նուրբ հարաբերություններ այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ եւ թույլ տվեք ասել դողում ենք այդ հարաբերությունների վրա, ուզում ենք բարելավել, որովհետեւ մեր հարաբերություններից է կախված տարածաշրջանում կայունությունը, ել չեմ ասում Հայաստանում խաղաղությունը։ Մենք կառուցում ենք չեղած վատ թշնամական հարաբերությունների վրա, կառուցում ենք կայուն հարաբերություններ, ուզում ենք կայունություն լինի, շփում լինի եւ բնականաբար մեր կողմից էլ կան նման հայկական կողմից նկատի ունեմ Հայաստանի տարբեր քաղաքացիների, պաշտոնյաների կողմից կան էլի նման հայտարարություններ, ոչ բարենպաստ եւ ոչ խաղաղությանը կառուցող հայտարարություններ եւ բնականաբար Ադրբեջանի կողմից եւս Տեսեք զուգահեռաբար այս նույն օրերին սոցցանցերում շրջանառվում էր մի պատկեր, որ Ադրբեջանը Չինաստան է արտադրել եւ Չինաստան է արտահանել գինի, որի պիտակի վրա պատկերված է Սևանա լիճը եւ հարակից Գեղարքունիքի եւ այլ հատվածների բնակավայրերը միասին եւ դա ըստ էության ներկայացվել է որպես ադրբեջանական բնակավայր։ Ու հարց է բարձրացվում, ինչու իշխանականները նույն ոգևորությամբ կամ նույն խիստ տոնով նոտա ճիշտ է մենք չունենք դեռևս դեսպան Հայաստանում Ադրբեջանի դեսպանը որ նոտահաղենք բողոքի, բայց նույն կերպ չի դնում հարցը։ Տեսեք, մենք եւ ճիշտ չենք հասկանում, ես հիմա ուղիղ ձեզ չեմ դիմում, այլ նման կարծիք արտահայտողներին ճիշտ չենք հասկանում իրար, գիտեք ինչու, որովհետեւ պաշտոնական խոսափող համարվող լրագրողից հայտնի, ամենահայտնի լրագրողներից է, չէ՞, Սալավյովը, եւ համարվում է Կրեմլի պաշտոնական խոսափողներից մեկը։ Նրա արած հայտարարությունը հեռուստատեսությամբ համեմատել օրինակ որևէ տնտեսվարողի Ադրբեջանում տնտեսվարողի ստեղծած ինչ-որ բանի հետ, ես չեմ կարող, նույն կերպ չենք կարող վերաբերել։ Հələ եկեք մի հատ նայենք Հայաստանում ինչեր են արտադրվում, ինչպիսի սիմվոլներ ունենք։ Եթե մենք այս ուղով գնանք, Գունգեչաուրի ջրամբարի պատկերով գինի չունենք արտադրված, որը արտանվում է Չինաստան կամ այլ երկիր, կամ Բաքվի նավթ չինաբերական այդ մենք էլ ունենք, ոչ պոպուլյար բան եմ ասելու, բայց նորմալ է։ Մենք էլ ունենք Ադրբեջանի սուվերեն տարածք համարվող Ղարաբաղի ներառմամբ լիքը
արտադրանքներ, սիմվոլներ եւ այլներ մեր հանրապետությունում։ Այո, բայց ես չեմ ուզում համեմատել իհարկե Կշիռը Ղարաբաղի եւ Հայաստանի սուվերեն տարածքի, բայց եկեք հասկանանք, որ Ղարաբաղը եւս Ադրբեջանի սուվերեն տարածք է եւ նոր չէ եւ 21 թվականից չէ մշտապես եւ ես չեմ ուզում սա համեմատել իրար։ Սա իհարկե տհաճ է, սա իհարկե չի աջակցում մեր օրակարգին, բայց ես ուզում եմ նաեւ նկատենք, որ նույն պաշտոնական մակարդակով հատկապես օգոստոսի 8-ից հետո օրինակ դուք դժվար նույն ինտենսիվությամբ գոնե լսած լինեք Արևմտյան Ադրբեջան խոսույթը Ալիևից։ Բայց մեկ-մեկ լսում ենք։ Մեկ-մեկ հնարավոր է, բայց նույն ինտենսիվությամբ չեք լսի։ Անկամ ուրեմն այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը չկա այլևս։ Այսինքն մենք պաշտոնական մակարդակում իհարկե բարդ է, ես եւ Ադրբեջանի համար եւ Հայաստանի համար բարդ է, սա ելի եմ ասում շատ նուրբ հարաբերություններ են եւ մենք պետք է նույն զգուշությամբ էլ վերաբերվենք այդ հարաբերություններին, որովհետեւ այդ հարաբերություններից փոխադարձ վստահելիությունից է կախված մեր երկրում եւ դրա շուրջ կայունությունն ու խաղաղությունը։ Հնարավոր է, այո, որոշ տնտեսվարողներ նման անընդունելի օրինակ բաներ անեն։ Այստեղ եւս հնարավոր է, բայց դրա համար ժամանակ է պետք եւ պետք չէ դրանից դարձնել պատմություն, ինչպես օրինակ կարելի է պատմություն դարձնել կոնկրետ օրինակ Կրեմլի խոսափող Սալավյովի նման հայտարարություններից, ռազմատենչ հայտարարություններից, ուղիղ սպառնալիք։ Գանք իհարկե դեռ թեման չենք փակել, բայց քանի որ դուք հիշատակեցիք, ես մի հարց էլ տամ, ասացիք, մենք էլ դեռևս ունենք արտադրողներ, որոնք Ադրբեջանի սուվերեն տարածքում գտնվող կամ համարվող Լեռնային Ղարաբաղի որոշ սիմվոլներով ինչ որ արտադրանք են թողարկում, այդ դեպքում հնարավոր է իշխանությունը որոշակի արգելք դնի նման երևույթների վրա, օրինակ չէ, Ադրբեջանը մենք նման քննարկում չունենք։ Մենք նման քննարկում չունենք իրականում, չունենք։ Մենք ընդհակառակը, մենք պրոպագանդում ենք մեր սուվերենության հետ կապված սիմվոլներ։ Մենք մեր Հայաստանի Հանրապետության մասին ենք խոսում։ Դրա Արագած սարի մասին ենք խոսում, ոչ թե Արարատ, որովհետև պետության հետ կապ ունի Արագած սարը։ Այո, մշակութային, հոգևոր, պատմական, էմոցիոնալ կապը Արարատի հետ բոլորս հասկանում ենք։ Եվ ես ձեզ ասեմ հետաքրքիր մի բան, օրինակ միջազգային որոշ պարբերականներ հայտնի, հա, Հայաստանի մասին ինչ որ բան հրապարակելիս կարող է Արարատ սարի կերպարով, հա, սիմվոլ մեր սարով ինչ որ նկար դնեն, այսինքն Արարատ սարը աշխարհն էլ, հա, ասոցացնում է Հայաստանի հետ, բայց դա արդյոք պետության հետ կապ ունի, մեր պետականության հետ կապ ունի, ոչ, մեր պետականության հետ կապ ունի մեր սուվերենության ներքո գտնվող ամեն ինչը, սահմանները, Սևանալիճը, Արագած սարը, մեր գետերը, մեր ամեն ինչը, մեր փողոցները։ Սոլովյովին հավանաբար շաբաթ այսօր կամ վաղ արձագանքի Մարիա Զախարովան, ագնայի ներկայացուցիչ իր ամեն շաբաթի այդ թողարկումների ժամանակ դժվար թե ավելի բարձր մակարդակով ես չեմ կարծում թե Ռուսաստանը պատասխան կտա, իրենց գործելավոճն է դա, այնուամենայնիվ ինչու հանկարծ նման բուրն արձագանքեցիք ռուսական այդ լրագրողի նման խոսքերին, հնարավոր է այստեղ վտանգ զգացիք, ինչպես օրինակ Վենեսուելայում Թրամփի գործողությունների դեպքում, նույնը Պուտինի դեպքում Սոլովյովը միգուցե փորձում էր հասկացնել, դա չի բացառում, որ ինքը ասած չէ, միջազգային իրավունքը չի գործում եւ օրինակ թքած ունենալ միջազգային իրավունքի բառով, հնարավոր է, որ այդպես թքած ունենալով հանկարծ Հայաստանի նկատմամբ նման գործողություններ Ռուսաստանից լինեն, ունեք դուք նման վախ։ Ոչ, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք շատ լավ հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ։ Մենք ունենք միջպառլամենտական համագործակցություն որպես պարլամենտական, սա ասեմ։ Առաջիկայում էլ նախատեսվում է փոխադարձ այց եւ սրանք պարբերական բնույթ են կրում։ Խորհրդարանական այց, նաեւ ինչպես գիտեք, պարբերաբար հա վարչապետներ Ռուսաստանի Դաշնությունում տարբեր ֆորմատներով մենք շփվում ենք եւ մենք որևէ մտահոգություն չունենք այն ինչի մասին դուք նկարագրեցիք եւ ինչի մասին խոսում է Սալավյովը, բայց նորմալ չէ նման խոսակցությունը։ Սալավյովը բազմիցս է աչքի ընկել իր նման հայտարարություններով, դրա համար էլ ինքը արգելված է Հայաստանում եթերը։ Մյուս կողմից, եթե հաշվի ենք առնում, որ ինքը մեր նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է հայրի հանդեպ լավ վերաբերմունքի համար պատվո շքանշանի,
Սա բացարձակ անընդունելի է։ Այսինքն ինչպիսին է եղել իր վերաբերմունքը կամ իր վերաբերմունքը կախված է Հայաստանի իշխանություն, ես սա չեմ հասկանում, էլի։ Այսինքն կամ ինչպիսի լոյալություն եւ համերաշխություն չասեմ, հա, պետք է ունենա Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի Սալավյովը լավ վերաբերմունք ունենա հայերի նկատմամբ, այլ ոչ թե ասի պետք է հարձակվել եւ նույն ռազմական օպերացիա անել, թքած ունենալով բոլոր միջազգային իրավունքները։ Դուք ընդունեցիք որպես դա պետական։ Ընդհանրապես լրագրող չէ, ես ուզում եմ ասել, որ պետական քաղաքականություն նման ընկալում տպավորություն կար, որ իշխանության կողմից նման ընկալում կար։ Նա համարվում է հեղինակավոր լրագրող Ռուսաստանի Դաշնությունում, պետական հեռուստաալիքում ունի հեղինակային հաղորդում եւ ոչ մեկ հատ եւ վերջին մարդը չէ Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ մեր արձագանքը նաեւ նրա մասին է, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները կարգի հրավիրեն իրենց հայրենակցին, այլապես նրա խոսքը կընկալվի որպես հենց պաշտոնական խոսք, որովհետեւ մենք մեր պաշտոնական հարաբերություններում նման ազդակներ չենք ստացել։ Եվ մենք մեր խնդիրները լուծելու, մեր հարցերը բարձրաձայնելու տեղ եւ հարթակ ունենք։ Եվ բնավ պետք չէ, որ ինչ որ մի ցնդած մեկը իրեն իրավունք վերապահի նման կերպ արտահայտվել մի ամբողջ երկրի պետության եւ քաղաքացիների հանդեպ։ Տիկին Հակոբյան, տեսեք, քաղաքագիտական շրջանակում, նաեւ քաղաքական շրջանակներում երբեմն կարծիքները հնչում, որ օրինակ բերելով Ամերիկայի Միացյալ Նահանգների տարեվերջում հրապարակված իրենց ազգային անվտանգության այդ դոկտրինից որոշակի դրույթներ, որ ամերիկյան մարտհամակները, այն հարևանները, որոնք ԱՄՆ-ի հարևաններն են, դրանք իրենց ազդեցության գոտիներն են եւ իրենք կշարունակեն Վենեսուելայի դեպքն էլ նաեւ ըստ այդմ է դիտարկվում։ Իրենք շարունակեն ամրապնդել իրենց ազդեցությունը այդ հատվածներում եւ թույլ չեն տա Չինաստան, Ռուսաստան ներգործությունը իրենց ազդեցության գոտիներում։ Եվ կարծիքներն հնչում, որ Պուտին-Թրամփ այդ հանդիպման ժամանակ կամ այդ բանակցությունների ժամանակ միգուցե նման հարցեր են քննարկվել եւ Թրամփը միգուցե հարգել է Պուտինի այն ցանկությունը, որ Ռուսաստանի ազդեցության գոտում էլ պետք է մնա ԽՍՀՄ տարածքը, նախկին տարածքը եւ այդ թվում նաեւ Հայաստանը կա ձեր մոտ։ Եվ ներդրումներ է անում Հայաստանում եւ պայմանագրեր է կնքում Հայաստանում եւ Թրամփը, այո, եւ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր է ստորագրում եւ այցեր է նախատեսում եւ TRIP հայտնի ուրեմն նախագիծն են շատ ակտիվ իրագործում։ Ես իհարկե չեմ կարող ենթադրություններ անեմ, թե ինչ են խոսել երկու այլ երկրի ղեկավարներ իրենց հանդիպման ընթացքում։ Ես առաջնորդվում եմ այն հայտարարություններով, որը հրապարակում են այդ երկրները։ Ես ոչ էլ կարող եմ հիմա փորձագիտական կարծիք ասել, որովհետև ես Հայաստանի պաշտոնյա եմ եւ չեմ կարող ուղղակի փորձագիտական կարծիք ասել, թե ինչ կարող է լինել։ Ես գիտեմ մի բան, որ նույն Միացյալ Նահանգները չեր ընդունել Վենեսուելայի ընտրությունների արդյունքները, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ընդունել եւ ողջունել է արդար թափածիկ ընտրությունները Հայաստանում։ Մենք ունենք հրաշալի հարաբերություններ մեր ռուս գործընկերների հետ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է Հայաստանի սուվերեն բոլոր որոշումները եւ անգամ TRIP նախագծի հետ կապված տեսել է իր շահը եւ որոշակի մասնակցությունը։ Այսինքն մենք որևէ նման խնդիր չունենք եւ հեչ համադրելի չէ այս երկու իրավիճակները։ Ես ելի եմ ասում, չեմ ուզում որևէ փորձագիտական կարծիք ասեմ Միացյալ Նահանգներ եւ Վենեսուելա հարաբերությունների մասին։ Նման հարցերը նաեւ միջպետական մակարդակում են քննարկվում եւ ակտիվ հանդիպումներ կան նաեւ ԱՄՆ, Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան այդ հարաբերություններում։ Միգուցե նման դիվանագիտական պետական խողովակներով որոշակի տեղեկություն հասել է նաեւ ձեզ։ Ինչ է նշանակում ազդեցության գոտիներ այդ արտահայտությունը։ Մենք այս բառը շատ է վերջին տարիներին օգտագործվել, բայց շատ տիպիկ է։ Մենք ինքնիշխան սուվերեն երկիր ենք։ Մենք որոշումներ ենք ընդունում մեր համար եւ մեր որոշումների հետ կապված չենք ստանում որևէ դաբրոներ, գոնե այլևս 18-ից այսքում մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե, քանի որ մենք դաբրոներ չենք ստանում այլևս այլ երկրներից, այլ երկրներին դա դուր չի գալիս, բայց դա ճիշտն է եւ պետք է մեր բոլոր գործընկերները, ինչպես խոսքի սկզբում ասացի, համակերպվեն նրա հետ, որ մենք ենք որոշում Հայաստանի հետ կապված
որոշումները բոլոր երկրները եւ դրա համար պատասխանատվություն են կրում եւ այդ որոշումների հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահն է եւ մեր պետականության հարատեվությունը։ Անցնենք նաև շատ կարևոր արդեն միգուցե ներպետական, միգուցե դուք դա համարում եք նաև ոչ այնքան ներպետական եւս մի խնդրի եկեղեցու կամ կաթողիկոս վարչապետ կամ կաթողիկոս իշխանությունը որոշ եկեղեցականներ եւ իշխանությունը հակամարտությունը ձեր համար շատ սկզբունքային է մինչև ընտրությունները կաթողիկոսին հրաժարականի հանգեցնելը կամ հանգստի կոչելը։ Նախ շատ հատկանշական էր, որ պետականության շարունակականության թեմայից սահուն անցումը որոշ եկեղեցականներ խոսակցությանը, որովհետև մենք եկեղեցականներին որոշ հատկապես կաթողիկոսին անդրադարձել ենք նաև այս կոնտեքստում։ Դուք նաև վերջերս տեսել եք, որ մեր ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց կաթողիկոսի եղբայր Եզրասի, որը Ռուսաստանի Դաշնությունում է, հա։ Նա հրաժարվեց։ Ինձ չի հետաքրքրում ով ինչ է հաստատում կամ հրաժարվում, ինչից թուղթը, որով եւ նաեւ ԱԱՑ-ն շարունակեց, որ նա ոչ միայն հավաքագրված եղել է, այլ շարունակում է մնալ սպառնալիք։ Այսինքն ես սա գիտեք ինչ է, եթե մենք ունենենք նորմալ ընդդիմություն, ում ցանկությունը եւ նպատակը Հայաստանն է, ապա սա պետք է շատ լուրջ բան առաջացնել, ոչ թե սկսեին արդարացնել։ Իսկ որոշ շրջանակներ եկեղեցականներ եւ որոնք իհարկե ընդդիմության կոալիցիոն գործընկերն են դարձել վաղուց եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ սկզբում սկսեցին արդարացնել, որ Խորհրդային Միությունը նրա հայրենիքն է, ինչ կա դրա մեջ, այսինքն ինչ է եղել նորմալ է, մի հատ հետ գնանք, էլի, հետո հասկացան, որ էլի մարազմ է իրենց ասածը, հիմա սկսում են սրբագրել եւ ասին ասա, որ դու դրա հետ կապ չունես։ Շատ լավ կարող է ասել, բայց ես իմ երկրի ազգային անվտանգության ծառայությանն եմ վստահում եւ ես դες ասեմ ավելին, ինձ թուղթել պետք չէր տեսնել, որ դրանում վստահ լինեի։ Ես դրանում շատ այլ հիմքեր եմ ունեցել դրանում վստահ լինելուն։ Օրինակ, սենց ասեմ ձեզ, երբ որ Ղարաբաղից են չէ բոլորը խոսում, բոլորիս համար ցավ է, եկեք ասենք, որ ամենամեծ ցավը Ղարաբաղի հետ կապված ընդդիմադիրների համար է, եկեք այսպես ընդունենք, բա երբ որ էթնիկ զտում էր տեղի ունենում Ղարաբաղում եւ 120,000 հայ սովամահության էին ենթարկվել եւ զտման արդյունքում բռնի տեղահանվում էին Հայաստան։ Այս գործողությունը որոշ այդ մեր ընդդիմադիրների գործընկեր երկրների եւ ղեկավարների կողմից որակվեց որպես հատուկ օպերացիա, ոնց էր կոչվում, Ադրբեջանն այդպես էր ասում, իբր հատուկ իրենց երկրում հատուկ օպերացիա են արել եւ այս արտահայտություններից հետո նույն Եզրասը գնաց պաշտոնական այցով Բելարուս, երբ որ Բելարուսի նախագահը նման արտահայտություններ արել։ Այսինքն էթնիկ զտում չէին որակում։ Հատուկ գործողություն էին որակում։ Ես չեմ էլ ուզում կրկնեմ այդ արտահայտությունը, որը շատ վիրավորական է մեր հայության համար, հատկապես Ղարաբաղում ապրող։ Այնպես որ այսինքն sense շատ հիմնավոր բաներ են եղել, որից ենթադրվում էր, որ պետք է որոշակի հայտարարություն գոնե լիներ մեր եկեղեցու կողմից, մեր կաթողիկոսի կողմից, բայց չի եղել, լռություն եղել, որովհետև եթե այդ կողմից է գնահատականը, ամեն ինչ նորմալ է, իրենք որևէ խնդիր չունեն։ Հələ մի հատ փորձի իշխանության ներկայացուցիչներից մեկը մի ծպտուն հանել։ Ու հենց նրանց լռության արդյունքն նա էր, որ արժանացան օրինակ Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ շքանշաններով բան արեցին ոչ միայն Եզրասը պարգևատրեց, այլև Կտրիշ Ներսիսյանը։ Ինձ համար ժամկետներ չկա այս հարցի հետ կապված, երբ կլուծվի։ Այսինքն դա պետք է երեք լուծվեր, ինչքան շուտ այնքան դա, ոչ թե վաղը։ Բայց պետք է հասկանանք, որ սա այտենց հեշտ գործընթաց չէ, սա այլ կարգավորումներ, այլ լուծում պահանջող, ինչ որ բաներ է պետք, որովհետև եկեղեցին անկախ է իշխանությունից, մենք հարգում ենք նրա ինքնիշխանությունը,
եկեղեցու։ Ասում են այդպես Սակայն սա չի նշանակում, որ եկեղեցին կարող է մեր պետականության դեմ գործիք լինել, հիբրիդային գործիք լինել, շարունակել լինել, պետության դեմ հավաքագրված որպես ագենտ գործել, եւ մենք ասենք ոչ, նա ինքնիշխան է, նա կարող է անել ինչ ուզում է։ Չի կարող անել ինչ ուզում է որևէ սուբյեկտ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ բոլորը գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում միայն։ Ընդդիմադիրները ձեզ նաև կոչ են անում, ասում են, եթե դուք ասում եք կաթողիկոսը կամ միայն խոսքը միայն եզրասին չի վերաբերում, թեկուզ նույն ընդդիմության այլ գործիչներ, որոնք վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է ագենտ եք, ասում է ինչի չեք ասում KGB-ի ագենտ նշելով, ինչի ավելի բացահայտ չեք ասում, ինչի չեք դիմում Ռուսաստանին, ինչի չեք ասում, որ ռուսական հատուկ ծառայությունների ինչից եք վախենում, արդյոք վախենում եք Պուտինին, դրա համար շատ զգուշավոր եք ասում։ Ասում ենք, ուրեմն չկա որ այդպես եք ասում, KGB-ի անուն տրվել է, թուղթ է հրապարակվել, ինչից ենք վախենում։ Ինչից ենք վախենում։ Կամ ինչպես կարող է, ասենք Հայաստանը կարող է ագենտներ ունենալ, դա ազգային անվտանգության ծառայությունը աշխատում է տարբեր տեղերում, բոլոր երկրների մարդը արդեն պետք է հասկանա ինքը որ երկրի շահերի համար է, ինքը որ երկրի քաղաքացի է, որ երկիրն է իր համար կարևոր։ Եթե քեզ համար կարևոր է X երկիրը, եվրոպական ամենազարգացած, հա, դու իր համար ես ծառայում եւ քեզ համար մեկ է դու շահերն ես ոտնահարում քո հայրենիքի, քո երկրի, հարևան երկրի եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում շատ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար աշխատում են ազգային անվտանգության հետ եւ դա ողջունելի է միայն, սա հասկանալի է ինչի համար է արվում։ Մեր ազգային անվտանգության համար է արվում, բայց այս մարդիկ աշխատում են ոչ Հայաստանի Հանրապետության համար։ Նրանք շարունակում են սպառնալիք մնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ արդարացնել սա նշանակում է ուղիղ կիսել այս պատասխանատվությունը, ինչը այժմ դրվում է որոշ եկեղեցականների վրա։ Այնուամենայնիվ եկեղեցու կամ բարձրաշրջան հոգևորականների հետ ձեր այս առճակատումը չեք կարծում, որ ձեր ռեյտինգի վրա, որը 21 թվականից, եթե չասենք 18 թվականից հետո բավականին նվազել է, այլ ավելի կնվազի, որտեղ հանրության մի զանգվածի մոտ էլ հասկանալի չի այդ խնդիրը, որը բարձրացնում է վարչապետը, որ այլ ուժերի են, այլ ծառայությունների են ծառայում, ինչ որ եկեղեցականներ եւ այլն։ Այնուամենայնիվ դա ազդում է եւ հավանաբար ազդել է ձեր վարկանիշի վրա եւ ընտրություններին դու կարող ես լուրջ խնդիր ունենալ։ Մենք երբեք չենք վարանել ճիշտ ասել, եթե անգամ դա մեր ռեյտինգի հաշվին է եղել։ Մենք երևի ամենահայտնի այդ ոչ պոպուլյար արտահայտություններ եւ որոշումներ ընդունող իշխանությունն են երևի աշխարհում, որովհետեւ մենք չենք նայում, որ այ պոպուլյար է այսպես ասել, պոպուլյար է ասել, որ Հայաստանը 10 անգամ մեծ է իրականում եւ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար, ասենք թող մեզ բոլոր հայերը ծափ տան, պաչեն դնեն գլխներին եւ ընտրեն 100%-ով։ Սա ճիշտ է, իշխանությունը պետք է պատասխանատվություն պարտվեք ընտրություններին եւ նույնը դուք ձեր այդ ճիշտ ասելը գնահատվում է քաղաքացիների կողմից։ Չէ՞ որ մենք տարբեր ճիշտ բաներ որ ասել ենք, բայց որոնք պոպուլյար չեն եղել։ Մարդիկ իրենց խոհանոցներում, իրենց մերձ շրջապատներում խոսել են։ Նրանք այո, կաշկանդվել են մի քիչ մեծ շրջապատում խոսել, աշխատակազմում չեն խոսել իրենց աշխատանքի վայրում, բայց տանը ընտանիքի անդամներով խոսել են, ճիշտը բոլորն իմացել են։ Կարող է Կտրիշ Ներսիսյանի տարբեր այդ խնդիրների մասին չենք խոսել։ Ես երեխա էի, հիշում եմ ինչ բաներ, ինչ ինֆորմացիաներ ես ունեի որպես երեխա լսելով ծնողներից, հարևաններից նույն Կտրիշ Ներսիսյանի մասին։ Կարող է սա չգիտեն, կամ կարող է նոր է այն ինչ որ ասել են։ Ընդդիմադիր լրատվամիջոցներից այսօր մեզ ամենաշատը, հա, քննադատող լրատվամիջոցներն էին գրել նրա անձնական այդ ուխտը խախտելու հետ կապված ապացույցների մասին։ Տեսեք, նենց որ մենք վարկանիշի համար վարկանիշի հետևից չենք ընկնում եւ այդ սուտ բաները քաղաքացին գնահատում է ճիշտը խոսող, որովհետեւ մարդկանց, որովհետեւ տեսանք մենք ցավալիորեն, որ այդ շուրջ 30 տարի քաղաքացիներին տված կտերը իշխանությունների կողմից մի օրում փլվեցին մեր անվտանգության այդ բանի ավազե
թույլ տվեք ասել դղյակը կառուցած տարիներ շարունակ, որտեվ երբ որ այդ պետք եղավ, մենք պատկերացնում ենք, որ մենք որքան ապահով է մեզ այդ ռազմական դաշինքում ՀԱՊԿ-ի մասին եմ խոսում, մենք անգիր արած լսում էինք բոլոր նախկին պաշտոնյաներից, որ որևէ երկրի դեմ ագրեսիան ՀԱՊԿ անդամ երկիր ընկալվում է որպես ագրեսիա մնացածի երկրների եւ բոլորը պետք է պաշտպանեն զենքով ամեն ինչով այդ երկրին, եւ երբ որ պետք եղավ միակ անգամը, եւ որ Հայաստանի համար դա գործի, ես ջերմուկի վրա հարձակման օրերից եմ խոսում, չգտան Հայաստանի սահմանացին, կներեք, դա ամբողջ աշխարհը գտավ, հայտարարություններ տարածեցին, այդ թվում Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն չգտան, մինչեւ այսօր չեն տվել անգամ քաղաքական գնահատական, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ներս ռազմական գործողություն է եղել։ Ուզում եմ ասել, այս սուտը, երբ որ տարիներ շարունակ Ղարաբաղի հետ կապված սուտը, մեզ ինչպես են դաստիարակել։ Մեզ ինչպես են ստիմվոլներից ենք խոսում։ Մենք տարիներ շարունակ եղանակի տեսություն ենք նայել հանրային հեռուստատեսության, բոլոր հեռուստատեսությունով Ղարաբաղը ներառյալ, որպես մեր մարզ ենք ընկալել։ Երեխաները, որոնք չեն ուսումնասիրել, մենք գնացել եկել ենք այնտեղ հայկական տեսեք, բայց երբ որ դու բացում ես եւ լույսերը տալիս են եւ նայում ես բանակցային փաստաթղթեր, տեսնում ես, որ ընդհանրապես բանակցում էին փաթեթով թե փուլային տալ։ Եկեք լավ, մերն է, մեզ ասում էին մերն է, հետո բացում ես, տեսնում ես համաձայնել են, որ Մեղրի հետ փոխանակեն Ղարաբաղը, բայց այդ քոնն է, ինչ ես քոնը տալիս, որ դա վերցնես։ Եվ այսինքն այդ սուտը, այս վերջին տարին հատկապես 44 օրյա պատերազմից հետո այնքան ակնհայտ sense մեզ թարս չափալախ տվեց մեր քաղաքացիներին, ոչ մեկ չի ուզում այդ քաղցր սուտը լսել։ Դառը ճշմարտությունն է ճիշտ է, եւ որքան շուտ լսել է դառը ճշմարտությունը, այդքան լավ։ Իսկ այդ դառը ճշմարտությունների շրջանակում երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, որ Ադրբեջանը ձգում է։ Դա քաղցր ճշմարտություն է։ Դա դառը սուտ չէ, դա քաղցր սուտ չէ, դա քաղցր բան չէ, խաբեություն չէ, դա քաղցր ճիշտ է։ Դա լիքը ջանքից հետո արդյունք է, եւ մենք միայն Հայաստանի անունից չեմ ասում կամ միայն մեր տեսակետը չեմ ասում, նաև Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներին, երբ որ նույն հարցը տալիս են իրենց լրագրողները կամ միջազգային որևէ հանդիպման ժամանակ, ասում են, որ խաղաղությունը իրականություն է, խաղաղությունը կա եւ սա պետք է ինստիտուցիոնալ դառնա եւ հարատև։ Այսինքն խաղաղության բուն լինելը հարցականի տակ չէ այսօր անգամ ընդդիմության կողմից։ Դուք լսել եք դրա դեմ, այո, սկզբից ասում էին, չկա տենց բան, ուրա, սուտա, բայց փաստացի մենք խաղաղության մեջ ենք։ Պայմանագիրը երբ է։ Պայմանագիրը գիտեք նախաստորագրված, այսինքն մեծ հսկա ամեն ինչը արել ենք, մնում է օրվա ժամի տեղի հետ կապված պայմանավորվածություն, որը շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Մենք իհարկե դրա ուղղությամբ ջանքերը չեն դադարում, բայց պետք է հասկանալ նաև, որ սա միակողմանի չէ, այսինքն այո, մենք այսօր Հայաստանը կարող է ստորագրել դա, բայց պետք է երկրորդ կողմից ստորագրություն, հետո վավերացում, հետո փոխանակում պայմանագրերի, որպեսզի համարվի բավարար։ Խոստման ձեռքբերում կամ Ադրբեջանի կողմից որևէ ակնարկ դուք չեք տիրապետում, թե ի վերջո երբ իրանք կգան ստորագրել, թե այն պահանջը, որ սահմանադրությունը մեծ խոսակցություն բացել, մենք հիմա կարող ենք մեծ խոսակցություն բացել, հենց դրա հետ կապված եմ ուզում ասել, թե ինչու, ինչպես է դա Ադրբեջանը փոխկապակցում ստորագրում է, ինչ հանգամանքների հետ, բայց կարծում եմ դա այլ զրույցի թեմա է եւ ես սիրով դրա հետ կապված եւս կարող ենք մեծ զրույց ունենալ։ Մեծ պետք չի, ուղղակի հետաքրքիր է, տարին արդեն կլռանա եւ մենք Ադրբեջանը իր նույն պահանջը ամեն տարի բանակցեցին կետերի շուրջ։ Հիշում եմ, ամեն դեպքում մի տարին լրանում է, բայց Ադրբեջանը սահմանադրության փոփոխության վերաբերյալ պահանջը դեռ պնդում է։ Նախաստորագրված փաստաթուղթը նաև կստորագրվի։ Մենք շատ ավելի կարևոր համաձայնություն ունենք, սա ապաշրջափակման մասին է խոսքը։ Դուք գիտեք, որ արդեն որպես տարանցիկ երկիր Ադրբեջանը բաց է Հայաստանի համար, սա առաջի քայլն էր Ադրբեջանի կողմից, որը շատ գնահատելի է, բենզին է գալիս, ցորեն է գալիս եւ ես հաշիվը կորցրել եմ արդեն թե քանիսն են եկել եւ քանիսն են գալու եւ դա է խաղաղությունը, երբ որ դու չես հաշվում եւ դառնում է Չէ, տարբեր երկրներից ցորեն եկավ, բենզին եկավ մի քանի անգամ, հիմա էլի պայմանավորվածություններ կան այլ ապրանքներ գալու, ուզում եմ ասել նաև, որ կա խոսակցություն, թե Հայաստանից ինչ կարող է գնալ Ադրբեջան, այսինքն խաղաղությունը սա է, ոչ թե շատ հաճախ ասում են, երբ որ նոր էր նախաստորագրվել կամ տենց մենք թմկահարում ենք, որ կետերը համաձայնեցվել են, բան դրական դինամիկան, մեզ շատ էին ասում ընդդիմախոսները, որ որևէ փաստաթուղթ չունի այն երաշխիքը, որ չի խախտվի դա
եւ շատերը մատնանշում են Ռուսաստան, Ուկրաինա, այդ իրենց փաստաթուղթը մեկը մյուսի, հա, խաղաղության անվտանգության երաշխավորներ, բայց մի օրում կարող է դա չեղարկվել։ Եվ արդարացիորեն ասում ենք այո, բայց դրա հիմքում մեր փոխգործակցությունն է, մեր իրարից դրական կախվածությունն է, փոխկախվածությունն է իրարից եւ որպեսզի ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, թե չէ կարող ես այո, պայմանագիրը լավագույն կնքել, լավագույն երազանքների փաստաթուղթ եւ դա մի օր գա եւ չեղարկվի։ Իրադարձությունների ֆոնին, այդ հաստատված խաղաղության ֆոնին մենք ունենք մի քանի ցավոտ, դեռևս շատ ցավոտ հանգամանքներ, գերիների, անկլավների, նաեւ Անկլավները ցավոտ հարց չեն։ Անկլավները հարց է, որը պետք է դրվի սեղանին, լուծվի, փակվի հարցը եւ մեր սերունդներին չմնա հարց, որի շուրջ պետք է հետագայում լինի միգուցե կոնֆլիկտ։ Ինչպես փակվի։ Բոլոր հարցերը մենք նաև հայտարարել ենք։ Չկա հարց, որը մենք չպետք է լուծենք եւ ելի թողնենք սերունդներին հետոին։ Բոլոր հարցերը քննարկել են։ Այդ փուլին դեռևս անդրադարձ չկա։ Մենք տեր ենք մեր անկլավ Արցվաշենին եւ դա մեր սուվերեն 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնող սուվերեն տարածք է եւ դրա հետ կապված անգամ Ադրբեջանում չկա հարցականներ։ Մենք այդ հարցերին եւս բնականաբար անդրադառնալու ենք մի փուլում, բայց ոչ այս փուլում։ Հիմա գիտեք, որ սահմանազատման գործընթացն է, հիմա պայմանավորվածություն խոսակցություն կա, որ սահմանազատումը պետք է այն հատվածներում լինի, որտեղով թրիփն է անցնելու հասկանալի պատճառներով եւ այլն, եւ դա շարունակական գործընթաց է նաեւ հաստատված կանոնակարգը երկու երկրներում հենց դրա մասին է, որ սա անընդհատ գործընթաց է մինչև վերջին հատվածին հասնելը։ Դուք խոսքից սկզբում հիշատակեցիք ուժեղ կամ լավ որակյալ ընդդիմություն ունենալու ձեր անհրաժեշտության մասին, Դաշնակցությունը ըստ երևույթին հասցրել է կարդալ, արդեն հրապարակել է իր ժողովից հետո հայտարարություն, որ ընտրություններին համապետական 26 թվականի հունիսին տեղի ունեցող կմասնակցեն դաշինքով եւ արդեն այսօրվանից կսկսեն քննարկումները, բանակցությունները դրա շուրջ եւ շատ ընդդիմադիր գործիչների կողմից կա նման ցանկություն։ Չէ՞ կարծում, որ ի վերջո ընդդիմությունը ձեզ իշխանությունից հեռացնելու այդ նպատակի շուրջ համախմբվեն բոլոր ընդդիմադիր հիմնական ուժերը, դառնան շատ ավելի կուռ եւ կատարեն ձեր ցանկությունը ընդդիմադիր ուժեղ ընդդիմություն ունենալու եւ ձեզ հեռացնեն իշխանությունից։ Ինձ համար մեկ է Դաշնակցությունը, հանրապետականը, մնացած ընդդիմությունը, Քոչարյանը, ինչ ձևաչափով կմասնակցեն, անկեղծ եմ ասում։ Նրանք այն կայուն փոքրամասնությունն են, որոնք գումարելով, հանելով իրարից չեն ազդում մեր քվեի վրա, ենթադրում եմ, որովհետև մենք հատկապես վերջին այս 1 տարում մենք այնքան դրական դինամիկա ունենք, ես միայն խաղաղության մասին չեմ խոսում, որը հսկայական ահռելի, սա երազանքների բան է։ Այս տարի նոր տարում ես չէի ցանկանում, չէ՞, տենց նոր տարին օր է, երբ որ դու ինչ որ հաջորդ տարվա համար ցանկություն ես, չէ՞, պահում։ Ես չէի ցանկանում, չէ, տեսեք, ես չէի ցանկանում, որպեսզի լինի խաղաղություն։ Ես ուզում էի խաղաղությունը առկա, հարատև լինի եւ ավելի կայուն։ Այսինքն մենք մի հատ այնպեսի հատկապես պատերազմից հետո այս բաները, քաոսը, դժոխքը, այնպեսի մի վերափոխում է ունեցել վերջին 1 տարում, որ խաղաղությունը ուղղակի սովորական բան չի կարող լինել, բայց եթե սա խաղաղությունը այս մեծ կոմպոնենտը դնենք մի կողմ եւ անցնենք մնացածին, այսօր մի համայնք չկա ամենահեռավոր անգամ, որտեղ ճանապարհ, ենթակառուցվածքներ, կյանքի որակի բարելավում, դպրոց, մանկապարտեզ, տարբեր բաներ չի կառուցում պետությունը, որը հսկայական ազդեցություն է ունենում այդ քաղաքացիների կյանքի որակի վրա։ Այսօր սահմանամերձ համայնքները դատարկվել են ինչի համար են դատարկվել։ Օրինակ, ինչի պետք է սահմանամերձ գյուղից ընտանիքը գնա մարզկենտրոն, լավ, չգա Երևան։ Որովհետև չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ճանապարհ, չկա զբաղմունք, ոչինչ չկա։ Բայց հիմա կա նաև որոշակի անվտանգության խնդիր, այնպես չի որ ահա դրա համար ձեր նման Երևանում շատ իմ հաջորդ միտքը կրահեցիք, տեսեք, Կիրանցը, որը սահմանազատված սահմանին գյուղ է, համայնք է, Կիրանցում այսօր կրկնակի բնակչություն եւ տուն կա, քան եղել է մինչ սահմանազատումը։ Այսօր մարդիկ շարունակում են կառուցել տներ Կիրանցում, դիմում են նաև այդ պետական ծրագրի համար, այսօր լավագույն դպրոցներից մեկն է, ամենաապահով տեղն է Հայաստանում, Կիրանցը։ Այսինքն, այո, անվտանգությունը եւս շատ կարեւոր է, որի հետ կապված մենք եւս ուղիղ գործ ենք անում։ Եվ այսօր որ սահմանին կրակոց չկա, սա մեր սիրուն աչքերի համար չէ։
Սա սրատակ գործ է արված եւ այս գործը քվեարկության ժամանակ, ընտրությունների ժամանակ քաղաքացին գնահատելու է, չի կարող չգնահատել։ Ինքը չի կարող չհամեմատել ու չգնահատել։ Ինքը գնահատելու է։ Դրա համար եմ ասում, ընդդիմությունը ինչ ձևաչափով մասնակցի, չնայած ես իրենց դաշինքով հանդես գալ ուրիշ բանի հետ եմ կապում։ Մինչև այսօր դաշնակցությունը իր անունով անգամ թիմ ընտրություններին չի ներկայացել։ Ոչ էլ հանրապետականը, որովհետև այդ անունը անգամ քաղաքացիների մոտ հեղափոխությունից մնա մեր էթիկայի ընդունած կանոնագրքի սահմաններում եւ չասեմ ինչ է առաջացնում։ Լավ, Տիկին Հակոբյան, անցնենք արդեն երկրորդ հատվածին մեր հարցազրույցի մի քիչ բարի հատվածին, ժպիտով։ Ինչու դարձակ պատգամավոր, միգուցե լրագրությունը կորցրեց մի լավ լրագրողի հանձինս ձեզ, դուք լրագրող եք, թե լրագրությունը արդեն բավականին դժվար է, շատ դժվար էր եւ այնքան էլ ոգևորիչ չէր ինչպես պատգամավոր կամ պաշտոնյա լինելը, ասենք հարցեր տալը կամ հյուր հրավիրելը ինչ որ մեկին հարցազրույցից վահելու համար այդքան գայթակղի չի, որքան որ գալ նստել խոսելը կամ ներկայանալի պատգամավոր լինել, ինչու դարձակ եւ ոչ լրագրող մնացիք։ Ես չեմ երազել մանկուց լինել, չեմ երազել մանկուց դառնալ պատգամավոր, այդպես չեմ ձգտել։ Այդպես ստացվեց։ Եվ այն շրջանում, երբ որ շատ ծանր էր ամեն ինչ, հիշում եք ինչ ատելության մթնոլորտ էր, կարծում եմ նաև այն բոլոր գործընկերները 5 տարի առաջ նկատի ունեք, երբ որ դուք դարձաք 20 թվականից հետո, երբ որ 21-ին ես ընտրվեցի պատգամավոր, այդ շրջանը այնքան այդպես հեշտ չէր, այսինքն այնտեղ մեղր քսած չէր, որ գնայիր մեղրից օգտվեիր։ Իշխանության մեջ նկատի ունեք։ Այո, հեչ գայթակղիչ չէր, բարդ էր իրականում։ Եվ իմ բոլոր նաև այն գործընկերները, չէ, իմ այն բոլոր գործընկերները, որոնք այդ որոշումն ընդունել են, ստանձնելու պատասխանատվություն այդ շրջանում, ես կարծում եմ, որ արժանի են գնահատականի դրսևորել, հա։ Այլ ասել, եթե հեշտ չէր, դժվար չէր, մեղր քսած չէր։ Տեսեք, դժվար էր իրականում, որովհետև ոչ թե համոզել են, այլ այդպես է ստացվել։ Այդպես ուղղակի բնական ստացվեց։ Այսինքն, երբ որ դու քո տեղում կուսակցությունում, հետո ես դրանից առաջ էլ ազգային ժողովի փոխխոսնակի խորհրդականն էի, այսինքն այնպես չէ որ ես քաղաքականության մեջ չկա, ինչ որ տեղից ինձ բռնեցին եւ ասին արի դե լրագրողն էլ ինչ որ առումով քաղաքականության մեջ կա, այնպես չէ։ Եվ ես այդ շրջանում լրագրությամբ էլ չէի զբաղվում արդեն, որովհետեւ անհամատեղելի էր։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ որոշակի պատասխանատվություն, երբ որ արդեն իսկ ստանձնել էի թիմում, դա թիմի կողմից գնահատվեց եւ ես ուզեցի շարունակել եւ ավելի մեծ պատասխանատվություն կրել եւ կարծում եմ նաեւ կարողացել եմ ստանձնել այդ պատասխանատվությունը լավ, դուք ասացիք, որ ուզում եք դառնալ պատգամավոր, թե ձեզ առաջարկեցին, ով առաջարկեց։ Ես չեմ հիշում առաջին ով ասել, բայց այնքան բնական է ստացվել, որովհետեւ արդեն ես կայի այդ գործընթացներում, արդեն մեր շտաբում ներգրավվածությունը, կուսակցությունում ներգրավված, դա շատ բնական է ստացվել։ Անկամ ես այդ խոսակցության սկիզբը չեմ հիշում ոնց է եղել, այսինքն դա բնական է եղել։ Եվ ինչ էի ասում, որ կարծում եմ, որ ինձ մոտ ստացվել է, որովհետեւ ես նաեւ իմ թիմի կողմից ստացել եմ շատ բարձր գնահատական ընտրվելով վարչության անդամ եւ սա եւս մի պատասխանատվություն է ինձ համար։ Մի քանի հայ եզակի պատգամավորներից եք, որը դարձավ կուսակցության վարչության անդամ։ Այո, մենք իդեպ քվոտա ենք սահմանել նաև կուսակցությունում, մեր ղեկավար մարմիններում եւ սակայն առանց քվոտայի մրցակցային պայմաններում այո ընտրվեցի առանց քվոտայի գործարկման։ Իսկ դա ինչ է նշանակում։ Այսինքն տեսեք, անգամ եթե դու չանցնես անցողիկ ձայներ չհավաքես, միևնույն է առավելագույն ձայներ հավաքած 5 կանայք անցնում են վարչություն։ Այնպես ինչպես պատիվ ունեմը դարձավ խորհրդարանի անդամ։ Այնպես ինչպես օրինակ խորհրդարան եկավ, նա չէր Դե քվոտան գիտեք ինչի մասին է, քվոտան նրա մասին է, որ առավելություն է տրվում գենդերային տվյալ այս դեպքում կանանց առավելություն է տրվում եւ կարող է տղամարդը, որը ավելի ձայն է հավաքել, չանցնել, բայց կինը անցնել ավելի ցածր ձայնով, այսինքն մինիմալ շեմ պետք է ունենալ, օրինակ 20 վարչության անդամներից 5-ը պետք է լինեին մյուս սեռի ներկայացուցիչ։ Այս դեպքում կանանց մասին է խոսքը։ Եվ սակայն առանց քվոտայի գործարկման, այսինքն բնական մրցակցային պայմաններում սրա մասին է խոսքը։ Եվ դուք ձեզ լավ պատգամավոր համարում եք, օրինակ պատգամավորը միայն հայտարարություններ անելը չի, չէ՞։ Օրինագիծ ներկայացնել, օրենքներ, այո, խորհրդարանական եւ այլն։ Այդ առումով ես չեմ ուզում ինքս որքան օրինագիծ եք ներկայացրել անձամբ։ Թվով չեմ հիշի, բայց ես վերջերս ինչ որ տենց հաշվեցի։
Իհարկե, ոչ մեկ։ Ոչ մեկ։ Միայն որ դուք լինեք միայն հեղինակը, ոչ թե ինչ որ մեկը գրի դուք կողքից լինեք համահեղինակ։ Այո։ Իդեպ նոր տարուց հենց առաջ էր ընդունվեց նույն բուժաշխատողների հանդեպ վատ վերաբերմունքի համար որոշ սանկցիաների տուգանքի բարձրացում եւ սահմանում նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտման հետ կապված։ Կհիշեք, որ օրինակ հայտնի մի քիչ բաներ նախագծեր ասեմ, որոնք նաև հետաքրքիր են մեզ լսողներին, օրինակ կհիշեք, երբ այս մեքենաների, այս ուժեղացուցիչների սահմանափակում դրվեց, այսինքն այլևս այդ բարձր երաժշտությունը, բարձր այդ ազդանշանները այլևս արգելված պետք է լինենք ձեզ։ Ոչ միայն ինձ, դա ընդունվել է ողջ ֆրակցիայի կողմից նաև, դա ընդունված որոշում է, կառավարությունը մեծ ներգրավվածություն ունի, դա համատեղ աշխատանք է։ Համար ես չեմ ուզում ինձ գնահատեմ, հետևաբար նաև համեմատական անցկացնելով իմ գործընկերների, ես դա չեմ ուզում անել։ Ես գնահատական համարում եմ այն վերաբերմունքը, որը ունեմ իմ ընտրողների կողմից։ Հայաստանում դուք արդեն 5 տարի պատգամավոր եք, ուզում եք նորից դառնալ, այնուամենայնիվ ունեք բազմաթիվ կին գործընկերներ եւ տղամարդ գործընկերներ։ Քաղաքականությամբ զբաղվելը մեր մոտ ավելի շատ տղամարդու թե կնոջ գործ է։ Ինչով զբաղվելը։ Քաղաքականությամբ զբաղվելը։ Ինչ որ խտրական դրսևորում այդ առումով նկատել եք կամ ձեր վրա եւ ընդհանրապես կանանց նկատմամբ։ Տեսեք, այն որ կանայք խտրական վերաբերմունքի բոլոր ոլորտներում անգամ սաղմնային վիճակից սկսած առնչվում են դրա հետ, սա փաստ է։ Սելեկտիվ աբորտների մեծ մասը հենց աղջիկ երեխա լինելու պատճառով է։ Այսինքն սրա հետ մենք չենք կարող վիճած, սա պաշտոնական վիճակագրություն կա, թե ամեն տարի քանի աղջիկ չի ծնվում, ուղղակի նրա համար որ ինքը աղջիկ է։ Դրա համար ես չեմ ուզում այս թեման հիմա շոշափել։ Երբ որ հասնենք քաղաքականություն, երբ որ տենց արհեստական փորձվում է խոսել այն մասին, որ կանայք տենց կանանց կողմից ավելի չգիտեմ ինչ են, ավելի խելացի են, ավելի գենդերով պայմանավորված, ինչ որ որակավորում են, կամ տղամարդիկ ավելի չգիտեմ ինչ են, էլի դրական բաներ։ Տղամարդիկ իրենց համար են դրական բաներ ասում, կանանց համար։ Այսինքն սա շատ արհեստական բան է։ Ես գոնե քաղաքականության մեջ իմ օրինակով վստահաբար կարող եմ ասել, որ մարդիկ մեկնարկային հավասար մարդիկ են, անկախ նրանց սեռից եւ վերջ։ Եվ կանայք այնքանով են օգտակար, որքանով տղամարդիկ եւ ոչ օգտակար, որքանով տղամարդիկ։ Այսինքն սա անձից է կախված, բայց մի հատ բայց կա։ Գիտեք, որ քվոտան դա արհեստական միջամտություն է, ինչը որոշ դեպքերում համարվում է ոչ ազնիվ, հա, տղամարդկանց հանդեպ, բայց միակ գործիքն է, որը խնդիր է լուծում։ Եվ հետո դառնում է արհեստական եւ դուրս է գալիս, հա։ Գենդերային քվոտայի մասին եմ խոսում։ Եվ երբ որ հատկապես այս քվոտան գենդերային, հա, մցվեց, նույն քաղաքականության մասին եմ միայն խոսում այս դեպքում, իմ օրինակով ասեմ, բայց նաև խոսակցությունների ժամանակ հասկացա, որ մենակ ես չեմ այդպես մտածում, որոշ կանայք միգուցե ավելին են անում, որպեսզի ապացուցեն, որ իրենք քվոտայի արդյունք չեն, օրինակ, հա, ավելի ջանք, որովհետև դա հեշտ է տրվում տղամարդկանց, որովհետև ինչպես դուք ասացիք, ընդունված է համարել, որ տենց քաղաքականությունը տղամարդկանց համար է, դա տղամարդկանց գործն է, դրա համար էլ ժամանակին կին պատգամավոր շատ հազվադեպ կտեսնեք։ Բայց օրինակ եթե հետ գնանք, առաջին հանրապետության ժամանակ մենք խորհրդանում ունեցել ենք կին պատգամավորներ։ Դա այն դեպքում էր, երբ նույն Միացյալ Նահանգներում կանայք անգամ ընտրելու հնարավորություն իրավունք չունեին, իսկ կանայք Հայաստանում ոչ միայն ընտրում էին, այլև ընտրվում էին։ Այսինքն Ես էլ եմ էլի ուզում, մենք նենց չի, որ տենց քարեդարում եղել եւ մնացել ենք եւ տենց եկել է։ Չէ, ուղղակի տարբեր հանգամանքներ այնպես են ստացվել, որ ընթացքում դարձել է դա տղամարդկանց գործն է։ Դրա համար կանայք տենց գնացել են իրենց խոհանոց, իրենց գործեր ու դարձել է խոհանոցը կանոջ։ Ընտանիք կազմելու երեխաներ պատկերավոր ասած, այո, գնում են տուն։ Միայն Հայաստանում չի, այլ ամբողջ երկրում էլ դա հիմնական բեռը կնոջ ուսերի վրա են գնում։ Այնուամենայնիվ այդ քաղաքականությամբ կամ պետական այլ պաշտոններ զբաղեցնելու դեպքում անձնական կյանքը յետին պլան չի մղվում։ Ընտանիք, երեխաներ։ Յետին պլան չէ, բայց այն ժամանակը, որը դու կարող ես տրամադրել ընտանիքիդ, երեխայիդ, բնականաբար
տրամադրում ես այլ պատասխանատու գործիդ։ Եվ սա միայն քաղաքականության մասին չէ։ Շատ կանենք օրինակ բանկում աշխատելով, լրագրող, իրենք ժամանակից եւ էներգիան չեն տրամադրում։ Ուղղակի, տեսեք, դուք էլ չէ, այդ 9-ից 6-ը չեք նստում եւ պատրաստվում օրինակ ձեր բուն աշխատանքին։ Կարող գիշերը քո քնի հաշվին, քո երեխայի հետ անցկացրած ժամանակին մի համով բան պատրաստելու, տեսեք, հա, ու բնականաբար իսկ падգամավորի աշխատանքը ինքը բացարձակ նորմավորված չէ, ժամ չկա, դա օր չկա, անգամ ես որ ուզեմ արձակուրդ չեմ կարող վերցնել, հա, դա օրենքով կարգավորվող բան է։ Դուք ամառը ունեք։ Ամառը ունենք, բայց դեռ չես կարող ասել, է։ Հիմա օգոստոսին գումարում լինի, չէ, գումարում դու միշտ падգամավոր ես։ Դու միշտ падգամավոր ես եւ շարունակում ես միշտ լինել падգամավոր։ Գիշերվա 1000-ին լինի, լուսադեմին լինի, օգոստոսի կեսերին լինի։ Տիկին Հակոբյան, հիմա համեմատում եք ձեր եւ ընդդիմադիր մյուս գործիչների, կին գործիչների օրինակ կյանքը կամ գործունեությունը, ձեր մոտ է ավելի դժվար թե նրանց մոտ ձեզ շատ եք շփվում, այնուամենայնիվ դուք ունեք շփում, բացի այն, որ հրապարակային շատ քննադատում եք միմյանց, միգուցե նաև ունեք շփում, որը բավականին բարի դրեացիական է, բայց մենք դա հասարակությունը դա չի, միգուցե, ոչ միայն կանանց։ Նստում եք միասին սուրճ եք խմում եւ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց հետ։ Ինչ-որ շփում ենք, ինչ-որ գործուղման ենք լինում միասին։ Բարևել, համբուրվել, ինչպես գործընկերների։ Համբուրվել չեմ հիշում, այդ մտերմությունը չունենք ընկերական, բայց գործընկերային նաև ստիպված ենք, մենք նախագծեր ենք քննարկում, հո միշտ չէ որ գալիս են եւ արդեն նիստերի դահլիճում ասում են մենք ձեռն պահանջում, բայց այսքան քննարկել ենք, սրան կողմեք, այս ընդունեցիք, ձեր ուզածով արեցինք, ինչի ձեռն պահ, լավ։ Ուղղակի որովհետեւ ինչ որ տեղում ասել են որ այտենց պետք է լինի, բայց ես դնում եմ մի կողմ։ Իսկ ձեր գործն ամեն դեպքում, հա։ Կանանց մասին։ Ես կարծում եմ որ կինը ինչ տարբերություն է ընդդիմադիր է թե իշխանական է կամ ինչով է զբաղվում, իսկ ինչի պետք է իմ գործը մի քիչ ավելի դժվար լինել, քան ընդդիմադիր կնոջ։ Նա գործել իր իշխանության պատասխանատվությունը ուղղակի ընդհանուր իշխանություն լինելն ավելի բարդ է, քան ընդդիմություն լինելը։ Կամ ընդդիմադիր լինելը բավականին միգուցե բացասական էմոցիաներ կամ աուրա է ընդհանրապես ստեղծում գործչի նկատմամբ, ինքը մտնում է բացասական էության մեջ, հա։ Դե կարող է դա էլ իրենց ընտրությունն է։ Միշտ կարող են ուրախ երջանիկ դրականը տեսնել։ Չէ, ես դες նոր ասի, չկա դες ուրախ երջանիկ ապագա։ Մանավանդ մեր իշխանության մասին չես կարող ասել ուրախ երջանիկ, էլի, երբ որ բայց ձեր քեֆերը նայելով բավականին տպավորություն չունեք։ Իսկ ով քեֆ չի անում։ Ծանր պատերազմ ենք թողել։ Մենք ուղղակի ազնիվ ենք մեր քաղաքացիների հետ եւ մենք ամեն ինչով կիսվում ենք, ով քեֆ չի անում։ Ով ուրախություն չի անում, ով չի ուրախանում չի պարում։ Քեֆը Ալեն Սիմոնյանի ծննդյան տորթը։ Հրաշալի։ Գուցե պետք չի Ալեն Սիմոնյանը շատ լավ ծնունդներ է անում, ընդգրկում եւ մենք միշտ տժժում ենք եւ ուրախանում ենք, եթե դա տժժալ է կոչվում, տոնում ենք տոները, նշում ենք ծնունդները, վատ դեպքերի դեպքում իրար հետ, չգիտեմ, սքում ենք ինչ որ մեր գործընկերների կորուստը, ընտանեկան որևէ ողբերգություն մեկի հետ, հիվանդություն եւ այլն, այսինքն այտենց մարդկային զգացմունքներ են, եթե պաշտոնյա ես կամ իշխանություն ես, պետքա կաղապարի մեջ լինես եւ ուղղակի sense ուղիղ կանգնես վերջ չեմ հասկանում բոլորը մարդ են ինչ տարբերություն ունի Հայաստանի դեպքում եկեք ընդունենք որ այս վերջին տարիների եւ այսօր էլ այս անր իրավիճակի դեպքում նույնիսկ սովորական ընտանիքներում երբեմն կամ սովորական շրջապատում ընկերական միջավայրում երբեմն լիարժեք ուրախանալ չի ստացվում եւ գուցե իզուր չէ որոշ շրջանակների այն զարմանքը երբ տեսնում է ձեզ այդ անհոգ ուրախությունը Եթե այդ շրջանակը չի ուրախանում ապա կարող է նման բան ասել բայց ես ուղղակի այդ բանի մեջ չեմ ուզում մտնել խոսակցության բայց այդ նույն պատերազմին հաջորդող ամռանը կրուիզներ այդ նույն քննադատողներն էին գնում ախր դրա սիրտն ունեին թե հարսանիքներ չէին անում դրա սիրտն ունեին թող շատ լինի ուրախություն մեր բոլոր քաղաքացիների ընտանիքներում թող դրական էմոցիաները շատ լինեն եւ մենք դրա համար ենք Իշխանությունը դրա համար է ստեղծի միջավայր եւ հնարավորություն, որ իր քաղաքացիները կարողանան ուրախ լինել, կարողանան հնարավորություն ունենան նշեն տարբեր
առիթներ եւ երջանիկ անհատը իդեպ մեր 18 թվականի քարոզարշավի ժամանակ մեր կարևոր մեսիջներից էր մեր քաղաքացուն, որ պետք է քաղաքացին լինի երջանիկ եւ մեր իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ եւս երջանիկ անհատը շատ կարևոր կոմպոնենտ է։ Պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացին լինի երջանիկ, խաղաղ եւ հանգիստ իր թիկունքը ամուր լինելու հետ կապված։ Դրա համար պետությունն ամեն ինչ անում է եւ մենք էլ այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ենք։ Մեզ հետ հավասար ուրախանում էին մեր, չգիտեմ, նոյեմբերյան համայնքի կուսակցական հասարակ ընկերները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն, նրանք էլ են քաղաքացի։ Էլ չեմ ասում, որ բոլոր շրջապատները, բոլոր մարդիկ տարբեր առիթներով ուրախանում են եւ դա նորմալ է։ Պետք չէ միայն այդ ես հասկանում եմ նաև այդ դիմադիր քարոզը, որ պետք է ողբալ, պետք է սքալ, վատ է ամեն ինչ, մազերներս պոկենք, շորերներս չեմ պատրենք, բայց այտենց ասել կամերաների առաջ եւ գնալ ու տժալ, դա ազնիվ չէ քաղաքացիների հետ։ Եվ այս դրական նոտավել ավարտենք մեր հարցազրույցը, շնորհակալություն մեր տաղավար գալու համար եւ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի կանայք եւ քաղաքականությունը հերթական թողարկման հյուրն էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։